Սամվել Կարապետյանի ձերբակալությունից օրեր անց ձերբակալված բարերարի ընկերոջ Գազպրոմ Արմենիայի նախկին տնօրեն Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի վերաբերյալ քննվող քրեական գործով նոր անձինք կկալանավորվեն։ Քրեական վարույթի շրջանակում ևս 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Եվրոմեդիա 24-ի ինֆորմացիան պաշտոնապես հաստատեցին հակակոռուպցիոն կոմիտեից, չհստակեցնելով սակայն ովքեր են նրանք՝ ՊԵԿ նախկին աշխատակիցներ, թե գործարար խավից։ Նշենք, որ մեր աղբյուրի պնդմամբ նոր մեղադիալներից մեկը Յուքոմ ընկերության ներկայիս ֆինանսական տնօրենն է։ Նրան անգամ բերման են ենթարկել, ինչի մասին չի հաղորդվել պաշտոնապես, սակայն մեր աղբյուրի պնդմամբ սույն անձն ազատ է արձակվել դատարանից։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը 15 միլիոն դրամի չափով։ Հակակոռուպցիոն կոմիտեից Եվրոմեդիա 24-ին հայտնեցին, որ քրեական գործում ներգրավված 3 նոր անձանց մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում փողերի լվացման, հակամրցակցային գործունեությանը օժանդակելու և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք առերևույթ հանցանքների համար։ Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին կալանավորվեց ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը Norfolk Consulting ընկերությանը առնչվող քրեական վարույթի շրջանակներում։ Իրավապահները նրան մեղադրում են ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ։ Միևնույն ժամանակ Հարությունյանի գործի հիմքում դրված հանգամանքներով քննությունն իրականացվել է դեռևս 2018 թվականին, որի վերաբերյալ քրեական վարույթն այդ ժամանակ կարճվել էր։